ողջ պատմության մեջ չի եղել։ Գիտեք, աբսուրդ է, աբսուրդ։ Ես չունեմ որևէ ձևակերպում, երբ որ պատերազմ բերած, պատերազմը պարտված, գուցե եւ պայմանավորված պարտված մարդը հայտարարում է, որ ինք ոչ թե պատերազմն է եղել իմ օրոք, այլ ես եմ եղել պատերազմի օրոք։ Դա նույն բանն է, որ Հիտլերը հայտարարեր, ոչ թե համակենտրոնացման ճամբարներն են եղել իմ օրոք, այլ ես եմ եղել համակենտրոնացման ճամբարների եւ գազային խցիկներում ոչնչացված հրեաների օրոք։ Չի աշխատելու Նիկոլ, պատերազմ բերել ես դու, 7 տարի քո պաշտոնավարման ընթացքում 4 պատերազմ բերել ես դու, Արցախը հանձնել ես դու, այդ ամենը եղել է քո օրոք, այդ ամենը դու ես բերել մեր դուռը եւ միակ մեղավորը ու միակ պատասխանատուն դու ես։ Դու ես գնացել Ստեփանակերտ 19 թվականին եւ բղավել Արցախը Հայաստան է եւ վերջ։ Դու ես 19 թվականին, երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նոր առաջարկ են ներկայացրել մեկ անգամ ապրիլին, մեկ անգամ հունիսին եւ քեզ ասել են, որ գերտերությունները ներկայացնում են նոր առաջարկ Արցախյան լուծման, դու ես կանգնել եւ բղավել, բա ի՞նչ պակաս գերտերությունա, որ Արցախը դու ես բերել պատերազմ, դու ես մեղավոր Արցախի հանձնման, դու ես մեղավոր Արցախի էթնիկ զտման եւ հիմա վրեժ ես լուծում արցախցիներից, որ չեն մնացել եւ չեն ցեղասպանվել, եւ դու ես մեղավոր ամեն օր մաս-մաս հանձնվող Հայաստանի։ Հենց հիմա առավոտյան ինձ զանգահարել են Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի բնակիչները եւ ասում են, այս նոր սահմանագծման արդյունքում Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակավայրերի սահմանամերձ հողերը մարդիկ չեն կարողանում մշակել։ Այս ամենի մեղավորը եւ պատասխանատուն դու ես եւ քո բառային ժանգլորությունը, որ սահմանազատումը վաղն էլ կասի, այդ սահմանազատումը, Տավուշի բնակավայրերի հանձնումը, Տիգրանաշենի հանձնումը ոչ թե իմ ժամանակ է եղել, այլ ես պարզապես պատահաբար ընկել եմ պատմական անիվի պատահականության սկզբունքով, ընկել եմ այդ ժամանակաշրջանում, չի անցնելու, որպես նաև բառերի ժանգլորել դու թույլ ես եւ չի անցնելու քո այդ բառային ժանգլորությունը։ Կա միակ մեղավոր եւ միակ պատասխանատու այս արհավիրքի եւ այդ միակ մեղավորի եւ միակ պատասխանատուի անունը Նիկոլ Փաշինյանն է։